Մաքրում ու բարեկարգում են երևանյան այգիներն ու պուրակները, սրտացավ քաղաքացիները։ Շենգավիթ վարչական շրջանում համաքաղաքային շաբաթօրյակի մեկնարկը Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքից էր։ Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների համատիրությունները ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել են շրջակա միջավայրը բարեկարգելու եւ վնասակար աղբը հավաքելու վրա։ Ընտրված է 150 հասցե տեղանք, որտեղ անհրաժեշտություն կա մաքրման աշխատանք կատարելու, ինչպիսին կոնկրետ այստեղ Կոմիտասի անվան զբոսայգու այս հատվածը։ Այդ 150 վայրերում միաժամանակ ժամը 10-ից մեկնարկել են մաքրման աշխատանքները։ Սպասվող շաբաթօրյակի մասին մարդկանց տեղեկացվել էր նաև առցանց։ Համայնքի բնակիչների հետ մաքրման աշխատանքներին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետը։ Այս տարի աննախադեպ արձագանք ունեցանք հայտարարությանը, շուրջ 101 գերատեսչություն, ուսումնական հաստատություն, մասնավոր պետական, մասնավոր առևտրային կազմակերպություններ արձագանքել են եւ ներկայացրել են իրենց մասնակիցների թիվը։ Մոտ 18000 մարդ ներգրավված է համաքաղաքային համապետական շաբաթօրյակի մեջ։ Այգու ամբողջ տարածքը ողողված էր կոշտ կենցաղային աղբով, մաքրման ընթացքն էլ ավելի կազմակերպված դարձնելու համար աշխատանքներում ներգրավել են մոտ 70 միավոր տեխնիկա։ Մենք տեղի բնակիչ ենք, միշտ այգին պահում ենք, անգամ դաժե մութ ու խոնավ տարիներին այս ծառերը քանի հատ տեսնում եք, դա մեր շնորհքն է։ Չթողեցին կդրեին վառեին, որ մեր այգին մնար մաքուր։ Հաճախակի աշխատում ենք, որ այգին մաքուր պահենք։ Երեխեքը անց օթեն շնչում չի լինում։ Անհնար է։ Պատշգամբը բացում է փոշին լցումատուն օրական այսպես փոշի են սրբում։ Եթե հիմա ես ելնեմ հայատում լապատկեն կամ փոցխով եկալ եմ մի բան մաքրեմ, մեկը պիտի գիտակցի չէ որ Այս մարդն անում է, ես էլ եմ իրան օգնեմ, այն մեկը տենց կամաց քաղաքին կլինի։ Աշխատանքների վերջում կուտակված աղբը կտեղափոխվի քաղաքային աղբավայր։ Երևանի քաղաքապետարանից հորդորում են սրտացավ լինել շրջակա միջավայրի նկատմամբ եւ մայրաքաղաքը սիրելով զերծ մնալ այն աղտոտելուց։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։